անցնի նույն սահմանադրաիրավական տեստը։ Պետք է ապացուցվի նախ խախտման փաստը, ապա դրա իրական արժեքը, հաշվարկման մեթոդաբանությունը, օրենքով դրա հայտարարագրման պարտադիր լինելը, խախտման ծավալը եւ վերջապես դրա ազդեցությունը ընտրությունների վերջնական արդյունքների վրա։ Ամեն դեպքում նշենք, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2026 թվականի մայիս-հունիս ամիսներին անհատույց օգտագործման իրավունքով ստացել է 129 տարածք, նշված տարածքների օգտագործման արժեքը հաշվարկվել եւ ներառվել է նախընտրական հիմնադրամի ծախսերի կազմում, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի 02 որոշման 10-րդ գլխի 89-րդ կետի պահանջներին համապատասխան։ Համապատասխան հաշվարկները եւ հիմնավորումները սահմանված կարգով ներկայացվել են կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի 02 որոշման 10-րդ գլխի 89-րդ կետի համաձայն սույն կարգի 85-րդ կետի 11-րդ ենթակետով նախատեսված դեպքերում անշարժ գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու շուկայական արժեքը որոշելիս որպես շուկայական արժեք հիմք է ընդունվում տվյալ անշարժ գույքի կադաստրային արժեքի 2.5%-ը հաշվարկված տարեկան կտրվածքով։ Հետևաբար կուսակցության կողմից անհատույց օգտագործման իրավունքով ստացված տարածքների արժեքի հաշվարկը եւ հաշվառումը կատարվել են գործող իրավական կարգավորումներին լիարժեք համապատասխանությամբ։ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերը սահմանում են թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցությունները, նախընտրական քարոզչության նախապատրաստման, կազմակերպման եւ իրականացման հետ կապված ծախսերն իրականացնում են նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին, բացառությամբ օրենսգրքով նախատեսված դեպքերի։ Նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին են կատարվում զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման ծախսերը, համացանցով նախընտրական քարոզչության իրականացման, այդ թվում քաղաքական գովազդի հրապարակման ծախսերը, նախընտրական քարոզչության ընթացքում սոցիոլոգիական հարցումների եւ հետազոտությունների իրականացման ծախսերը, նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ եւ նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով տարիչների տարածքների վարձակալման ծախսերը, ընտրական շտաբների տեղակայման նպատակով տարածքների վարձակալման ծախսերը, քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր եւ այլ նյութերի պատրաստման, տեղադրման, ձեռքբերման, փակցման, ընտրողների տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի, ներառյալ տպագիր նյութերի պատրաստման եւ տարածման հետ կապված ծախսերը, նախընտրական քարոզչության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցների վարձակալության հետ կապված ծախսերը, նախընտրական քարոզչության իրականացման նպատակով կազմակերպված մշակութային կամ մարզական միջոցառումների անցկացման հետ կապված ծախսերը, վստահված անձանց տրվող փոխհատուցման ծախսերը։ Նշված հոդվածի առաջին մասում նկարագրված ապրանքները եւ ծառայությունները, եթե մատուցվել են անհատույց կամ շուկայական արժեքից պակաս գնով կամ ձեռք են բերվել միջև նախընտրական հիմնադրամի ձևավորումը, ապա իրենց շուկայական արժեքով ներառվում են նախընտրական հիմնադրամի ծախսերում։ Կուսակցության ընթացիկ գործունեության ապահովման ուղղված ծախսերը չեն կարող համարվել եւ չեն հանդիսանում նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին կատարվող ծախսեր ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի իմաստով։ Հետևաբար կուսակցության հաշվապահի, վարորդի, գործավարի, ինչպես նաև այլ հաստիկային աշխատակիցների աշխատավարձերի գծով ծախսերը ենթակա չեն ներառման նախընտրական հիմնադրամի ծախսերի կազմում։ Ինչ վերաբերում է նախընտրական քարոզչության իրականացման նպատակով կազմակերպված մշակութային միջոցառումների անցկացման հետ կապված ծախսերին, ապա կուսակցությունը նման միջոցառումների կազմակերպությունն ամբողջությամբ արտապատվիրակել է համապատասխան ծառայություն իրականացնող մատուցող կազմակերպություններին։ Այդ ծառայությունների դիմաց կատարված բոլոր վճարումները պատշաճ կերպով արտացոլվել եւ ներառվել են նախընտրական հիմնադրամի հաշվետվություններում։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախընտրական քարոզչության նպատակներով որևէ ֆիզիկական անձ կուսակցությանը անհատույց կամ հատուցելի ծառայություն չի մատուցել։ Բարձր դատարան, քանի որ դիմողների կողմից անդրադարձ եղավ կուսակցության նախընտրական հիմնադրամի ծառայված ծախսերին, մասնավորապես տրոնային ներկայացմանը, հարկ եմ համարում արձանագրել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Domino Video Productions կազմակերպությունից ձեռք է բերել ծառայությունների փաթեթ, որի շրջանակներում նաև քարոզչության ընթացքում մեր նախընտրական հանդիպումների ժամանակ կազմակերպվել է 9 դրոն շոու։ Ծառայությունների փաթեթի ընդհանուր արժեքը կազմել է 264 միլիոն դրամ, ինչը հայտարարագրված է։ Այս առումով միջնորդում ենք բարձր դատարանին գրավոր հարցում ուղարկել Domino Video Productions ընկերությանը, հայցելով ծառայությունների փաթեթի բացվածքը, տեխնիկական պարամետրերը եւ այլն։ Ինչ վերաբերում է քաղաքացու օրվա կապակցությամբ արված ծախսերին, բարձր դատարանին միջնորդում ենք գրավոր հարցում անել վարչապետի աշխատակազմ եւ հայցել տեղեկատվություն այդ շրջանակներում արված ծախսերի բացվածքի եւ կազմակերպած միջոցառումների մանրամասների վերաբերյալ։ Նման միջնորդությամբ դիմում ենք նաեւ մայիսի 28-ի
զորահանդեսի առնչությամբ, համարելով, որ պետք է Պաշտպանության նախարարությունից հայցել տեղեկատվություն կատարված ծախսերի մանրամասների վերաբերյալ։ Հաշվի առնելով վերօշարադրյալը, պետք է արձանագրենք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գործել է ՀՀ ընտրական օրենսգրքի սահմանված կարգավորումներին խիստ համապատասխան, բացառելով նախընտրական հիմնադրամի սահմանաչափի գերազանցումը։ Ինչևէ, հարգելի գործընկերներ, եթե քննարկման առարկա ենք դարձնում միմյանց նախընտրական ծախսերը, ապա արձանագրենք նաև հետևյալը։ Միասնության թևեր կուսակցության կողմից կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված նախընտրական հիմնադրամի հաշվետվությունում արտացոլված են շուրջ 209 միլիոն դրամի չափով չկատարված կրեդիտորական պարտավորություններ, որոնք առաջացել են նախընտրական քարոզչության շրջանակներում ստացված ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների դիմաց։ Մինչդեռ ՀՀ ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածը սահմանում է, որ նախընտրական քարոզչության հետ կապված ծախսերը կարող են կատարվել բացառապես նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին։ Իսկ հայտարարել է 175 շտաբ եւ ոչ մի աշխատող այդ շտաբներում։ Ուժեղ Հայաստան դաշինքը 120 շտաբ եւ ոչ մի աշխատող այդ շտաբներում։ Կրկին Ուժեղ Հայաստան դաշինքի հաշվետվությանը անդրադառնամ 98 տող հաշվետվության մեջ նշված է 0 արժեքով, դրանք ներառում են գովազդային ծառայություններ, տրանսպորտային միջոցների վարձակալություն եւ այլն, եւ որոնց վերաբերյալ գրված է, որ գումարը պարզ կդառնա վերահաշվարկից կամ հաշիվ ապրանքագիրը ներկայացնելուց հետո։ Կարող ենք արդյոք ունենալ ողջամիտ կասկած, որ այս 98 տողերի իրական արժեքների պարզ դառնալուց հետո կատարված ծախսերը կգերազանցեն օրենքով նախատեսված սահմանաչափը։ Կարծում եմ կարող ենք։ Վերադառնալով Հայաստան դաշինքի կողմից արված ծախսերին արձանագրենք, որ ողջ քարոզչության ընթացքի համար դաշինքը հայտարարել է ընդամենը 27 միլիոն դրամ միջոցառումների կազմակերպման եւ տեխնիկայի վրա, ինչը կարծում ենք, որ շուկայական արժեքից բավականին ցածր արժեք է ներկայացված։ Ինչևէ, բարձր դատարան ամփոփելով նորից վերահաստատ է մեր պնդումը, որ ներկայացված դիմումները չեն հաղթահարում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու շեմը եւ ենթակա են մերժման։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Լսում եմ ձեզ։ Չէ, դեռ չենք ավարտել, դեռ 10 րոպե ունի երրորդ անձը։ Բարձր դատարան, քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյան, հաշվի առնելով բարձր դատարան, որ ստեղծենք 40 րոպեի ընթացքում պետք է անդրադառնանք ընդհանուր 280 րոպե ելույթ ունեցած գործընկերների ելույթներին, խնդրեմ ամեն դեպքում հնարավորության դեպքում փոքր ավելի շատ թույլ տալ ելույթ ունենալ։ Ես կուզեմ անդրադառնալ կոնկրետ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցչի ելույթին, մասնավորապես 4% անցողիկ շեմի ընտրական հանձնաժողովի կայացված որոշման համատեքստում։ Նախ առաջինը ինչ կուզեմ նշել, դա այն է, որ անճշտությունների մասով գործընկերոջ հակասահմանադրականության հարցը բարձրացնել է, այսինքն անճշտությունների թիվը, որ պետք է ներառվի, այսինքն ներողություն չպետք է ավելի ճիշտ ներառվի հաշվարկի մեջ, իմ կարծիքով ակնհայտ է դարձնում, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության համար առնվազն ակնհայտ է, որ գործող կարգավորումների պայմաններում որևէ հաշվարկ, այսինքն ընտրական օրենսգրքի կիրառման արդյունքում իրենց կողմից 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված։ Մասնավորապես այս գործընթացի հետ կապված կուզեմ ընդգծել հետևյալը, որ հստակ պետք է տարբերակել այդ ընտրատեղամասերի ազդեցությունը երկու մասշտաբով։ Նախ տեղամասային, հենց տեղամասի մասշտաբով եւ ապա ամբողջ ընտրությունների մասշտաբով, որովհետեւ ներկայացուցիչն իր խոսքում առնվազն 2 անգամ նշեց, որ հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովն է արձանագրել, որ ազդեցություն եղել է, ճիշտ է արձանագրում, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արձանագրվել է խախտման ազդեցությունը տեղամասի մասշտաբով։ Չի արձանագրվել խախտման ազդեցությունը արդյունքների վրա ամբողջ ընտրությունների մասշտաբով եւ այս երկուսը պետք է իրարից հստակ տարբերակել։ Այժմ ուզում եմ անդրադառնալ կոնկրետ ինչ տրամաբանություն է նախատեսված մեր ընտրական օրենսգրքով ըստիս եւ սահմանադրությամբ
առաջին հերթին, երբ արձանագրվում է խախտումը եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս դեպքում հանգում է գնահատականի, որ խախտումները ունեցել են այնպիսի մասշտաբ, որ էապես ազդել են տեղամասի արդյունքների վրա, այդ պահից սկսած, երբ որ անվավեր է ճանաչվում համապատասխան տեղամասի արդյունքները, մենք այլևս չենք կարող ինչ-որ հիպոթետիկ դատողություններ անենք, թե որ ուժը քանի ձայն ուներ եւ օրինակ այդ ձայները եթե պահպանվեին, շեմը կհաղթահարվեր, թե ոչ, որովհետեւ որոշման կայացման հենց հիմքը այն է, որ այդ տեղամասը այդ խախտումների բերումով այլևս ալեգորիկ ասեմ սև արկղ է, այսինքն որևէ ուժի ձայների քանակ մենք այլևս այդ տեղամասից մեզ հայտնի չէ։ Հանուն արդարության նշեմ, որ կարող էր հիպոթետիկ լինել իրավիճակ, երբ որ օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցության հայց մեր օրինակի վրա վերցեն ձայների քանակը կլիներ այնքան, որ մենք կարող էինք կոնկրետ, քանի որ տվյալ դեպքում խախտումը կայացել է նրանում, որ ժամը 8-ից հետո տեղամաս մուտք են գործել ընտրողներ եւ քվեարկել են, հնարավոր կլիներ հաշվարկել, օրինակ ժամը 8-ի դրությամբ արդյոք Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չնայած խախտումներին ունեցել է բավարար ձայներ, թե ոչ։ Բերեմ այդ հիպոթետիկ օրինակը եւ հետո հասկանանք ինչ ունենք իրականում։ Պատկերացնենք, որ իսկ 35 տեղամաս 279 ընտրող։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայների քանակը արձանագրության այդ տեղամասերում համապատասխանաբար կազմել է 131 ձայն առաջին տեղամասում, 1051-ում եւ 82 ձայն 35-65-ում։ Այսինքն հանրագումարում մենք ունենք 415 ընտրող, որոնց քվեարկությունը կենտրոնական հանձնաժողովի որոշման դիտվել է ապօրինի ընտրական կարգի խախտման եւ ունենք արձանագրված 213 ձայն այդ երկու տեղամասում արկա արձանագրություններով։ Ոչ մի երաշխիք չկա եւ ոչ մեկ չի կարող հաստատապես պնդել, որ եթե տեղամասերը պատշաճ կարգով փակվեին եւ ընտրողների մուտքը արգելվեր ժամը 20:00-ից հետո, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այդ տեղամասերում գեթ 1 ձայն կունենար։ Հանուն արդարության պետք է ասեմ, որ հնարավոր չէ պնդել նաև հակառակը։ Եվ հենց այս իրավիճակն է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրում է, որ սև արկղի հետ, այսպես ասած, գործ ունենք այդ տեղամասերի դեպքում, եւ այդ պահից սկսած արդեն այդ տեղամասերի ձայնը հաշվարկվում է որպես անհայտ, եւ արդեն ազդեցությունը պետք է գնահատվի հետեւյալ տրամաբանությամբ։ Իսկ եթե այդ տեղամասերը անվավեր չճանաչվեին եւ չհավելանար անճշտությունների թիվը, արկա անճշտությունների թվի պայմաններում, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կհաղթահարեր 4%-ի շեմը, թե ոչ։ Եվ քանի որ տվյալ դեպքում մինչ այդ արկա արդեն իսկ 936 անճշտությունների, եթե չեմ սխալվում, դեպքում անգամ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չէր հաղթահարում շեմը, ըստ այդմ այս տեղամասերի անվավեր ճանաչումը, ինչպես պնդել է իրավացիորեն կենտրոնական ընտրական հանձնաժողովը, չի ազդել ընտրությունների արդյունքների վրա, մասնավորապես ուժերից մեկի շեմը հաղթահարել չհաղթահարելու մասով։ Հատկանշական է նաև բարձր դատարան, որ վարչական դատարանում կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները վիճարկելիս Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ըստ էության ֆորմալ տեսանկյունից է վիճարկել որոշումը, նշելով, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չուներ իրավասություն անվավեր ճանաչելու նշված տեղամասի արդյունքները։ Բովանդակային առումով պնդում, որ համապատասխան էական ազդեցության շեմը խախտումները չեն հաղթահարել,
առնվազն իմ ուսումնասիրածով պնդում չի կատարվել, անգամ եթե կատարվեր, փաստը մնում է փաստ, որ վարչական դատարանը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները թողել է ուժի մեջ եւ սույն դատարանի ինչպես հենց բուն բարձր դատարանը նախկինում իր նշված ընդունված որոշումներով նշել է, իրավասությունների շրջանակներից դուրս է վարչական դատարանի որոշումների վենանայումը։ Մեկ այլ հանգամանք բարձր դատարան, որը կուզեմ ձեր ուշադրությունը հրավիրեմ, դա այն է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության արգելի ներկայացուցիչը մի քանի անգամ իր ելույթում նշեց, որ որևէ կուսակցություն չի կարող կրել բացասական հետևանքներ պետության կողմից process-ի ոչ պատշաճ կազմակերպման արդյունքում։ Ես ուզում եմ հիշեցնել բոլորիս բարձր դատարան, որ ըստ էության այն խախտումները, որոնց մասին խոսում ենք, եւ ընդհանուր ընտրական տեղամասային կենտրոնում ընտրական գործընթացի պատասխանատուն տեղամասային ընտրական հանձնաժողովն է, որը բաղկացած է 8 անդամից, որից 4-ը նշանակվում են գործող խորհրդարանում ընդդիմադիր ֆրակցիաների կողմից, այսինքն իշխանության կողմից նշանակվում են ընդամենը 2-ը, եւս 2-ը նշանակվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից, այսինքն ընդհանուր առմամբ ասել, որ ավելի շատ ներկայացվածություն է ունեցել գործող իշխող կուսակցությունը կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները չի կարելի։ Ըստ այդմ պետությանը վերագրել կամ պետական ինստիտուտներին, մարմիններին ֆորմալ առումով այդ ոչ պատշաճ կազմակերպումը այդպեսին լինել դեպքում կարծում եմ արդարացված չէ։ Պարոն Գրիգորյան, ձեր հիմնական ժամանակը ավարտվեց։ Բարձր դատարան ճիշտ ասած երկրորդ հատվածը ունեմ ելույթի, բայց եթե Չէ, մոտավորապես 10 րոպե բավարարի բարձր դատարան։ Մոտ ավանդույթ է, 10 րոպեն ավելացնում ենք։ Շնորհակալություն։ Բարձր դատարան, ես երկրորդ հատվածի ելույթից, որը նույն թեմային է վերաբերվում, կառուցում եմ այն տրամաբանության մեջ, որ չհակասելով առաջին մասին, եթե այնուամենայնիվ բարձր դատարանի կողմից կդիտարկվի, որ այլ տրամաբանությամբ պետք է օրինակ ընտրությունների վրա ազդեցություն այս տեղամասերի հաշվարկվի եւ այլն, եւ օրինակ դատարանը այնուամենայնիվ գա այն եզրահանգմանը, որ ունեցել են գործ խախտումների հետ, որոնք կարող էին ազդել ընդհանուր ընտրությունների արդյունքների վրա, ես կուզեմ, որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողությունների իրավաչափությունը նաև դիտարկվի հետևյալ տրամաբանության մեջ։ Այո, բնականաբար Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքը սովորական օրենքներից ավելի բարձր իրավական ուժ ունի, բայց բնականաբար ավելի ցածր իրավական ուժ ունի, քան Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, իսկ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը ըստ էության ուրվագծելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի մանդատը նշում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովն 194 հոդվածի առաջին մասով կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ։ Հիմա, եթե ուզում ենք բացահայտել առաջին հերթին այս օրինականության ծավալի մեջ ինչ դրույթներ են, ինչ բովանդակություն է մտնում, կարծում եմ առաջին հերթին այդ բովանդակության մեջ Սահմանադրության 7-րդ հոդվածով նախատեսված ազգային ժողովի եւ համայնքների հավաքականների ընտրությունները, ինչպես նաեւ հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր հավասար, ազատ եւ ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա գաղտնի քվեարկությամբ։ Այսինքն առաջնային մանդատը կենտրոնական ընտրական հանձնաժողովի հենց առաջին հերթին Սահմանադրության 7-րդ հոդվածով նախատեսված այս չափանիշների պահպանման ուղղված գործունեություն իրականացնելն է։ Եվ եթե անգամ դիտարկենք, չնայած ես կարծում եմ ելույթիս առաջին մասի արգումենտները հաշվի առնելով այդպես չպետք է դիտարկենք, բայց եթե դիտարկենք, որ գործ ունեցել ենք այնուամենայնիվ ընտրության արդյունքների վրա ազդեցություն գործող խախտումների հետ, պետք է մոտենանք հետևյալ տրամաբանությամբ։ Իմ կարծիքով բարձր դատարան այն պահից սկսած, երբ որ կոնկրետ տեղամասում արձանագրվում են խախտումներ, երբ որ դրանից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրում է, որ դրանք ոչ թե ուղղակի ինչ որ խախտումներ են, կարող էին ազդել տեղամասի արդյունքների վրա եւ անվավեր է ճանաչել, մենք պետք է մոռանանք մի իրավիճակ, որում կարող ենք ամբողջությամբ այս վատ իրավիճակը վերականգնել։ Այսինքն, եթե ալեգորիկ կամ անալոգիկ կարգով ասեմ, ոնց որ գործընկերներ այսօր ասում էին, գործ ունենք ջարդված բաժակի հետ, որը ինչ ջանքեր ուզում է գործադրենք, ինքը չի վերականգնվում։ Քիչ է հերվածնում իրավիճակը լեգիտիմ եւ սահմանադրությամբ նախատեսված հավասար ազատ
ընտրություններից, այսպես ասած։ Հիմա գործընկերները ասում են, որ այն պայից սկսած ըստ ընտրական օրենսգրքի եւ արձանագրվել է, որ կամ պետք է արձանագրվեր, որ գործ ունենք խախտումների հետ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ըստ էության ուներ երկու ճանապարհ, կամ լոկալ, կոնկրետ տեղամասային վերաքվեարկություն նշանակեր, կամ եթե դա դրանով հնարավոր չէր լինելու վերականգնել իրավիճակը, ընդհանուր համապետական բոլոր տեղամասերում վերաքվեարկություն նշանակեր։ Կարծում եմ, որ թե առաջին ձևաչափը, թե երկրորդ ձևաչափը բարձր դատարան ավելի շատ կհերվածներ մեզ այն սահմանադրությամբ նախատեսված ազատ եւ հավասար ընտրություններից, կամ անգամ այդ պայմաններում վերաքվեարկություն չնշանակելը։ Տակտիկական քվեարկության մասով արդեն կոնկրետ տեղամասի մակարդակով նշվեց, եւ ես կարծում եմ շատ ակնհայտ է, որ տվյալ դեպքում մենք գործ ենք ունենալու տակտիկական քվեարկության հետ, եթե այդ վերաքվեարկությունը նշանակվեր, իդեպ թյուր տպավորություն կա կարծես թե, որ տակտիկական քվեարկության հետ գործ չենք ունենա, ըստ գործընկերների պնդման, եթե համապետական մակարդակով վերաքվեարկություն նշանակվեր, մինչդեռ այդ ժամանակ ուղղակի խնդիր էինք ունենալու համապետական մակարդակով տակտիկական քվեարկության հետ, որտեղ ընտրողները վերաքվեարկության գնալով բոլոր տեղամասեր, արդեն իրենց համար ակնհայտ է լինելու, որ ուժերն են, որ բոլորովին վերջերս տեղի ունեցած ընտրությունների պայմաններում անգամ մոտ չէին անցողիկ շեմի հաղթահարմանը եւ բնականաբար տեղի էր ունենալու մի տրամաբանություն, որ այդ ուժերը ինչքան ձայն հավաքել էր, այդ ուժերը, այդ ձայները ամենայն հավանականությամբ բաշխվելու էր շեմը հաղթահարած եւ արդեն հայտնի, որ շեմը հաղթահարում են կամ դրան մոտ կուսակցությունների եւ դաշինքների միջև, ասեմ ավելին, առնվազն հանրային տիրույթում կուսակցություններից մեկը մասնակից հայտարարել է, որ ինքը ինքնալուծարվում է։ Խոսքը գնում է երկրորդ համար բոլորին դեմ եմ կուսակցության մասին, չգիտեմ դեռ այդ գործընթացը ավարտին հասցվել է թե ոչ, բայց ինչպես ենք պատկերացնում, որ կատարվելու է օրինակ ընտրական օրենսգրքի այն հրամայականը, որ վերաքվեարկության դեպքում բոլոր նույն ուժերի միջև պետք է վերաքվեարկություն իրականացվի, եթե օրինակ ուժերից մեկը պարզապես չլինի, 18 ուժերից ունենանք 17-ը։ Այսինքն ակնհայտորեն բարձր դատարան այս բոլոր դեպքերում, թե տեղամասային մակարդակում վերաքվեարկության դեպքում, թե ուրեմն համապատասխանաբար համապետական մասշտաբով վերաքվեարկության դեպքում, ես կարծում եմ, որ առավել շատ մենք կհերվանայինք համապատասխանաբար հավասար, մասնավորապես հավասար ընտրություններից, եւ մի բան էլ եմ ուզում ասել, որ տակտիկական քվեարկության փաստարկներին, որոնք հնչել են հանրային տիրույթում, ես հիմա չեմ հիշի գործընկերներից ով դիմումատուներից, բայց նշեց, որ ըստ էության, եթե այդպես է մեկնաբանվում, միշտ էլ լինելու է տակտիկական քվեարկություն, այսինքն այդ դրույթը այդ դեպքում իմաստազուրկ է եւ փաստորեն չկա դեպք, որ այդ դրույթը կիրառվելու է։ Ես այդ դիրքորոշման հետ համաձայն չեմ եւ կարող եմ առնվազն երկու դեպք նկարագրել, թե որ դեպքում վերաքվեարկության դեպքում առնվազն առանձին տեղամասում մենք գործ չենք ունենա տակտիկական քվեարկության հետ։ Բոլորս գիտենք, որ օրինակ դիվանագետ պաշտոնյաները կամ համապատասխան աստիճան ունեցող պաշտոնյաները չեն քվեարկում հենց ընտրությունների օրը, այս դեպքում հունիսի 7-ին, իրենք քվեարկել են ավելի վաղ, եթե չեմ սխալվում, մայիսի վերջին օրերին, 29-ին թե 30-ին։ Եվ տակտիկական քվեարկության բնորոշումը, որ մենք ուսումնասիրում ենք նաև գրականության մեջ, տակտիկական քվեարկությունը այն ժամանակ, երբ ընտրողը իր վերաքվեարկությունն իրականացնելիս արդեն գիտի ընդհանուր պատկերը։ Օրինակ, եթե երևակայենք, որ դիվանագետների քվեարկության գործընթացում լիներ այնպիսի խախտում, որ կբերեր նրան, որ պետք էր իրենց մասով անվավեր ճանաչել, իրանց դեպքում վերաքվեարկությունը մինչև հունիսի 7-ը խնդիր չէր առաջացնի տեսականորեն, որովհետև իրենք ընդհանուր պատկերը չէին իմանալու եւ գտնվելու են ճիշտ նույն իրավիճակում, ինչ գտնվել են սկզբնական քվեարկության ժամանակ։ Երկրորդ տարբերակը բարձր դատարան, եթե հանկարծ այնպես է ստացվում, իհարկե էլի ոչ ցանկալի իրավիճակ է, եթե չափից շատ տեղամասերում միաժամանակ վերաքվեարկության անհրաժեշտությունը առաջանում եւ այլևս անհնար է հաշվել, թե որ ուժին կողմ կամ դեմ ավելի ճիշտ կողմ քվեարկելով տվյալ դեպքում դու կնպաստես նրա խորհրդարան անցնելուն կամ չանցնելուն։ Այսինքն, եթե ունենայինք իրավիճակ, որ անորոշությունը դեռ պահպանվում է վերաքվեարկության պայմաններում, հնարավոր կլիներ վերաքվեարկություն ունենալ եւ չունենալ տակտիկական քվեարկություն։ Եվ ամփոփելով բարձր
դատարան, ես կարծում եմ, որ սույն դատարանի առջև այսօր դրված չէ ընտրական գործընթացում առանձին իրավախախտումների առկայության հարցը, դատարանի առջև, բարձր դատարանի առջև դրված է ժողովրդի ազատ կամարտահայտության սահմանադրական պաշտպանության հարցը, եւ հենց այդ չափանիշով էլ մենք մեր համոզմամբ սույն դիմումները ենթակա են մերժման։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մենք արձանագրենք, որ բացատրություններ տալու փուլը անցանք, հարգելի գործընկերներ, միջնորդություն մենք ունեցել ենք։ Տիկին Ջուլակյան, դուք ձեր բացատրության մեջ արտահայտվեցիք հետևյալ կերպ՝ միջնորդում եմ եւ խնդրեցիք գրավոր հարցում անել համապատասխան մի վարչապետի աշխատակազմին, Domino Production ընկերությանը, ես խնդրում եմ հայտնեք, դա ընդհանրապես առաջարկ էր ձեր կողմից, որը ենթադրում է, որ Սահմանադրական դատարանը ինքը կորոշի արդյոք դրան անդրադառնալու անհրաժեշտությունը տեսնում է թե ոչ, թե դա ուղղակի միջնորդություն էր, որից պետք է բխի Սահմանադրական դատարանի պարտականությունը դրա վերաբերյալ աշխատակարգային կամ արձանագրային որոշում կայացնելու։ Տիկին Ջուլակյան, պետք է խնդրեմ մոտենաք խոսափողին։ Բարձր դատարան սա առաջարկ է եւ առանձին միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտություն մենք չենք տեսնում դատարանի որոշման դիրույթում ենք հաշվետարկում։ Շնորհակալություն։ Պետք է հերթականությամբ խոսք տանք, հերթականությունը հետևյալ կերպ, ով առաջինն էր խոսք ուզել, եւ առաջինը խոսք ուզել էր կնկանակ մոտեցեք իհարկե։ Բարձր դատարան հանրապետության կուսակցության ներկայացուցիչ Վահագն Մարտիրոսյան, ես ուղղակի առաջարկ ունեմ, քանի որ դիմումատու կողմերը բոլորը իրենց դիմումները ներկայացրել են կենտրոնական ընտրական հանձնաժողովին էլեկտրոնային կարգով եւ դրանք ներկայացված են կայքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ այս առումով պատասխանողների հարակից պատասխանողների եւ երրորդ անձի բացատրությունները իրենց էությամբ փաստացի պատասխան են այն դիմումներին, որոնք որ ներկայացրել են դիմումատու կողմերը բացատրության տեսքով համառոտ։ Ճիշտ կլինի հետագա աշխատանքի արդյունավետության տեսակետից, որպեսզի պատասխանողները, հարակից պատասխանողները եւ երրորդ անձը իրենց բացատրությունները մանավանդ հաշվի առնելով, որ բոլորը էլեկտրոնային միջոցներից էին օգտվում եւ ֆայլերի տեսքով ունեն, ճիշտ կլինի, որպեսզի դրանք եւս տեղադրվեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներողություն եմ խնդրում, Սահմանադրական դատարանի կայքում, որպեսզի դիմումատու կողմը հարցեր ուղղելու ժամանակ նախորդ պատրաստված լինի ամբողջ բացատրությանը եւ կարողանա համակարգված հարցադրումներ կատարել նաև պատասխանող կողմին, նաև հարակից պատասխանողներին եւ երրորդ անձին։ Մանավանդ մեր դիմումի տեսակետից էական նշանակություն ունի թե կենտրոնական ընտրական հանձնաժողովի բացատրությունը, մանավանդ ծավալի տեսքով 1.5 ժամանոց բացատրությունը մի քիչ լավ է, ինքը այդ բացատրությունը նախապես ուսումնասիրման եւ հետազոտման լուրջ կարիք ունի, որից էլ նոր հնարավորություն կստեղծվի, որպեսզի դիմումատու կողմը, մասնավորապես մեր կուսակցությունը հնարավորություն ունենա պատշաճ հարցադրումներ կատարել մասնավորապես կենտրոնական ընտրական հանձնաժողովին, չնայած մեր կուսակցությունը կարևորում է նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հարցադրումներ անել եւ երրորդ անձին, հատկապես երրորդ անձի կողմից հետընտրական եւ այսօր դատական նիստի ընթացքում կատարված հայտարարությունների լույսի ներքո հարցադրումներ արվի։ Շատ կարևոր է, խնդրում եմ այս հարցը քննարկել եւ որոշում կայացնել։ Ամփոփենք, ես կուզեի հստակեցնեմ, այսինքն դուք ուզում եք գրավոր, որպեսզի մենք բացատրությունները ստանալ գրավոր։ Այո։ Շատ բարի, դա բայց մի ուրիշ վտանգել է իրեք բերելու գործնյութերի հետազոտման կարգի հետ կապված։ Ես նկատի ունեմ վտանգ ասելով ժամկետի ձգձգման, ես ենթադրում եմ, որ դրանից հետո երևի թե դուք նաև ժամանակ եք ուզելու, որպեսզի հարցադրումներին պատրաստվեք։
Բարձր դատարան, եթե այսօր տեղադրվեն, եթե այսօր տրամադրվի սահմանադրական դատարանին եւ աշխատակազմը այսօր կայքում տեղադրի, կամ գոնե էլեկտրոնային կարգով դիսկերով տրամադրվի կողմերին, միջև վաղվա նիստը մենք բոլորս պատրաստված կգանք կարծում եմ։ Դե չգիտեմ, թեկուզ երկուշաբթի օր ուզում եմ ասեմ, հաջորդ դատական նիստին արդեն պատրաստված կգանք, մանավանդ հաշվի առնելով, որ հիմա ժամը 18:00։ Հարգելի գործընկերներ, շնորհակալություն առաջարկության համար, եկեք դատարանին թողեք, երբ նիստը կշարունակվի, երբ կհետաձգվի թե ոչ, կիրակի կանենք թե ոչ, ես հասկանում եմ, բայց ել եմ կրկնում, մենք ժամկետի սղություն ունենք եւ ես դեռ մեղմ եմ արտահայտվում։ Խնդրեմ դուք էլ ունեիք առաջարկություն։ Շնորհակալություն ունեք։ Բարձր դատարան, Հայաստան կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Տաթևիկ Սողոյան, սույն միջնորդությունը նաև գրավոր եղանակով տրամադրվել է սահմանադրական դատարանին, կարծում եմ նաև գործընկերներին ևս մոտավորապես ընդմիջումից առաջ էր կարծեմ ժամը 3-ին։ Վերաբերում է վկա հրավիրելու մասին, ուրեմն քանի որ հակակոռուպցիոն կոմիտեի հարգելի գործընկերները շալվար նվիրելու մեջ կոռուպցիա են տեսնում, բայց $1 միլիոն կոնկրետ փաստարկներով ներկայացված սխեմայի շուրջ հանցագործության տարեր չեն տեսնում եւ նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության գործընկերները նշեցին, որ առաջարկում են, որպեսզի տեղեկությունները գրավոր հարցվեն, ցանկանում եմ ընդգծել, որ նախորդիվ, այսինքն 3 երեկոյան իմ ելույթում նշված բոլոր պայմանագրերը, ներառյալ զորահանդեսի ծախսերը, Domino Production-ի հետ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ծախսերը, ներառյալ դրանց հաշիվ ապրանքագրերը եւ այլն, կցվել են եւ ներկայացվել են սահմանադրական դատարանին, ինչպես նաեւ այդ բոլոր համեմատական պայմանագրերը, որոնց ես վկայակոչել եմ իմ ելույթի ընթացքում։ Սակայն կարծում եմ, որ այդ պայմանագրերը իհարկե իրենց բովանդակությամբ են խնդրահարույց, հատկապես օրինակ զորահանդեսի կամ մյուսների, որովհետև օրինակ եթե նույն համեմատում ենք հունիսի 1-ի միջոցառման հետ, տեսնում ենք, որ այնտեղ կա մի միջոցառում, 1 դրոն շոու եւ այդ ամբողջի ծախսը 350 միլիոն է, այդուհանդերձ այդ պայմանագրերի հավելվածներում այդ ծախսերի ինքնարժեքները մեծամասամբ առանձնացված չեն, այսինքն մենք հնարավորություն չենք ունենում պարզելու այդ բացվածքների մեջ կոնկրետ որքան է օրինակ դրոն շոուի ինքնարժեքը, որքան արտիստների վարձատրությունը, որքան բեմահարթակի կառուցման ծախսերը։ Եվ քանի որ նաև վտանգ եմ տեսնում, որ ուղղակի գրավոր տեղեկատվություն պահանջելով կարող է էլի այսպիսի ընդհանրական տեղեկատվություն տալ դատարանին, եւ քանի որ հաշվի առնելով դրոնները որպես նորագույն տեխնոլոգիական միջոց չունեն լայն կիրառություն եւ դրանց շուկայական արժեքը փաստացի Հայաստանի փոքր շուկայում հնարավոր չի պարզել եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմող կողմը Հայաստան դաշինքը իր հետևությունները դրոն շոուի 1 շոուի արժեքի վերաբերյալ կատարել է հիմնվելով այլ երկրների շուկայի վերաբերյալ հաշվարկներից, որ մոտավորապես $100,000 են, եւ քանի որ լրացուցիչ բացատրությունների կարիք կա հասկանալու թե ինչպես է այդ ինքնարժեքը գոյացել, արդյոք կարող էր 11 դրոն շոուի պարագայում չգերազանցեր $1 միլիոն եւ ինչպես է դա շատ զարմանալի կերպով համընկել այդ $1 միլիոն հետ, որը ծախսվել է զորահանդեսի համար, կարծում եմ, որ շուկայական գինը պարզելու վերաբերյալ տվյալները բացատրելու եւ շուկայական գինը պարզելու մեթոդաբանությունը պարզաբանելու նկատառումներով անհրաժեշտ է, որ ըստ էության մատակարար հանդիսացող ընկերությունը, իդեմս դրա տնօրենի, ներկայանա սահմանադրական դատարան եւ որպես վկա
հարցերին պատասխանի, որպեսզի մեր համար էլ պարզ լինի, թե ինչպես է այդ գնագոյացումը տեղի ունեցել։ Եվ հաշվի առնելով, որ սա իրապես, այսինքն չնայած որ հակափաստարկ բերվեց, որ չի ազդել ընտրության արդյունքի վրա, ես ուզում եմ հատուկ շեշտել, որ ուղղակիորեն ազդել է ընտրության արդյունքի վրա, որովհետև առերևույթ խոսվում է ընտրական հիմնադրամի թույլատրելի շեմը 50%-ով գերազանցելու փաստարկի մասին, ինչը ուղղակիորեն 20%-ից այն կողմ արդեն իսկ անվավերության հիմք։ Հիմա դուք նորից նույն բանն եք ասում։ Ստացվում երկրորդ անգամ գրավոր եք ներկայացրել, ձեր բանավոր խոսքում ասացիք, հիմա նորից դա ասում եք։ Եկեք ամփոփեք։ Այո։ Ամփոփեցինք։ Շնորհակալություն։ Համեցեք։ Բարձր դատարան առաջարկի տեսքով հնչած մի քանի միջոցառումների վերաբերյալ ծախսերի մասով ես նույն առաջարկը ներկայացնում եմ որպես միջնորդություն քաղաքացի օրվա ծախսերի վերաբերյալ, զորահանդեսի ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը պահանջել։ Նաև խնդրում եմ տեղեկատվություն պահանջել նույնիսկ եթե դա գաղտնիություն է պարունակում արդեն առանձնատուկ ընթացակարգով, թե պաշտպանության նախարարությունը ինչքան է ծախսել ոչ թե մասնավոր մատակարարի վարձատրության համար, այլ զորահանդեսի անցկացման ծախսերի համար, որովհետև մեր փաստարկների հիմքում դրված է, որ զորահանդեսը իր ամբողջության մեջ եղել է քաղաքական քարոզչության բաղկացուցիչ մաս, եւ դրա ամբողջ ծախսերը պետք է ներառվեն հիմնադրամում։ Շնորհակալություն, պարոն Համեցեք։ Պարոն Խուդոյան, ես ներողություն եմ խնդրում, այն ինչ որ հիմա դուք ասացիք, Տիկին Սողոյանի կողմից ներկայացված միջնորդության մաս էր կազմում, թե ոչ, գրավոր ներկայացված նախկինում, ոնց ասեց, այսօր ժամը 3-ի կողմերը ներկայացված։ Հարգելի պարոն Խոնդկարյան, այս միջնորդությանը ես չէի լրացում կատարում, Տիկին Ջուլհակյանը նշեց մի քանի կետեր ներկայացրեց որպես առաջարկություն, ես այդ առաջարկությունը ձևակերպում եմ որպես միջնորդություն, խնդրում եմ քննարկել։ Իսկ Տիկին Սողոյանի կողմից ներկայացված միջնորդությունը այդ պահանջները պարունակում է, թե ոչ, դուք տեղյակ եք։ Ոչ։ Պարոն Գրիգորյան, պարոն Ռիկոսը։ Ոտքերացնելու համար ընթացակարգել աշխատակարգի ուղղակի ներկայացնում ենք միջնորդությունները, թե ամեն միջնորդություն քննարկվում է Չէ, քննարկելու ենք հետո։ Հա, այսինքն հիմա ընդհանրապես միջնորդություններն ենք ներկայացնում։ Հիմա եթե ունեք միջնորդություններ ներկայացեք, բայց քննարկել ենք դա, ավելի լավ կլինի, որպեսզի երկու անգամ նույն բանը չանենք, դուք ուղղակի ֆիզիկապես միջնորդություն ներկայացեք։ Հասկացա, զուտ ուզում եմ աշխատակարգը հասկանալ, ոնց է իրականացնում։ Որտեղ կողմերի կարծիքներն էլ լսեն։ Պարոն Վարդևանյան, դուք ասելիք ունեիք։ Այո, Հա։ Բարձր դատարան Վահե Գրիգորյան։ Եվ այսքանից հետո դուք ուզում եք Կիրակի օրը չաշխատենք, հարգելի։ Մենք Կիրակի օրը աշխատելու ենք, ըստ ամենայնի։ Չէ, մի պահանջեք դատարանից այդպիսի բան։ Դատարանից պահանջել է արդեն օրենքը եւ սահմանադրությունը, գործիքնությունը ավարտել սահմանված ժամկետում։ Մենք միայն այդ պահանջն ենք ընդունում դիտոցին։ Կիրակի օրը պահանջում ենք միշտ չանել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, մեզ դերորը մի ենթարկեք, մենք նույնպես այդ հավատքի եւ ընտանիքի արժեքների կրողն ենք։ Շնորհակալություն։ Ես շատ լավ գիտեմ, լավ, դատավորի վարքագծի կանոնները թույլ չեն տալիս, որպեսզի ես ասեմ, եթե մտածում էիք ինչ կարող էիք անել կամ չանել։ Խնդրեմ։ Բարձր դատարան մի ճշգրտող հարց միջնորդություն ներկայացնել է։ Ես բացատրության ընթացքում ներկայացրեցի միջնորդություն, որը կրկին անգամ ներկայացնելու կարիք երևի այլևս չկա։ Երկրորդ միջնորդությունը բարձր դատարան ուղղակիորեն փոխկապակցված է առաջին միջնորդության հետ, հաշվի առնելով, որ քվեարկության ծրագրերի թափանցիկությունը ստուգելու առավել ճիշտ տարբերակը կլինի հենց քվեաթերթիկների միջոցով փորձաքննության իրականացումը, մեր կողմից ներկայացվում է միջնորդություն, հիմքերը չեն վկայակոչում, քանի որ լրիվ նույնական են նախորդիվ ներկայացված միջնորդության հետ, միջնորդում եմ ԿՀ-ից պահանջել յուրաքանչյուր քաղաքական ուժի համար հատկացված քվեաթերթիկների օրինակներից, որպեսզի յուրաքանչյուրով իրականացվի փորձաքննությունը, ինչու եմ կարևորում յուրաքանչյուրով, քանի որ արդեն իսկ կան արձանագրված դեպքեր ծրագրերի առնվազն մի մասի թափանցիկության, կարող է անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկած առաջանալ կոնկրետ քվեարկությունների եւ կոնկրետ քվեաթերթիկների ու ծրագրերի համադրման տեսանելիության առաջացման։ Դրա համար միջնորդում ենք յուրաքանչյուր քաղաքական ուժին հատկացված
քվեաթերթիկ պահանջել կենտրոնական ընտրական հանձնաժողովից, որպեսզի դրանց թափանցիկության հարցը ստուգվի բարձր դատարանի կողմից։ Այսինքն 38 անգամ 16, թե 17 36 Բարձր դատարան յուրաքանչյուր քաղաքական ուժի ամենասկզբից ամեն ընտրատարածքայինից 10 հատ։ Ճիշտ է։ Դա ծրարներին էր վերաբերում բարձր դատարան։ Հետո բացի դրանից նաև 17 անգամ 17 քվեաթերթիկ։ Անգամ չէ։ Բարձր դատարանը ըստ էության, քանի որ քվեաթերթիկ Ես ուզում եմ հասկանալ։ Քանի որ քվեաթերթիկների հետ կապված հիմք չունենք ենթադրելու, որ իրենք տարբեր ձև են, տարբեր մկության են եղել տված։ Բոլոր ընտրատարածքների մասն։ Չունենք ինֆորմացիա, մենք ենթադրում ենք նույն ձև են եղել տված։ Եթե տարբեր են եղել, կարող է պատասխանող հստակեցնել։ Ես ուզում եմ ճիշտ հասկանալ միջնորդությունը։ Պարզաբանում եմ։ Քանի որ մենք չունենք տեղեկատվություն առայն, ծրարների մասով ես այստեղ բարձրաձայնեցի, որ ըստ էության եղել է ինֆորմացիա, որ երկու տարբեր տեղ են տպել եւ առնվազն դա մի կրկնեք։ Երկրորդ մասը։ Պարզաբանում եմ։ 17-ն էլ կպարզաբանեմ։ Ինչ որ պարզ է։ Պարզաբան, քանի որ կոլեգիալ նիստով են, որպեսզի միտքը ամբողջական։ Հարգելի պարոն Օրբելյան, ես ձեզ հարցնում եմ, հարցի պատասխան եմ ասեք։ Խոսքը ծրարների մասով հասկացանք։ Հիմա քվեաթերթիկների մասով պարզաբանեք եւ այդքան բան։ 17 հատ քվեաթերթիկ։ 17 հատ քվեաթերթիկ։ Պատահական, ընդամենը 17 հատ։ 18 հատ քվեաթերթիկ։ Ընդամենը 18 քվեաթերթիկ։ Ընդամենը չէ, 1-ից 19 համարները հանած են, մեկը որ չի մասնակցել։ Ամեն մեկից մի հատ։ Շնորհակալություն։ Ավելացնելու բան ունեք։ Ոչ, բարձր դատարան, սա երկրորդ միջնորդությունն է, որը ուղղակիորեն փոխկապակցված է առաջին միջնորդության հետ եւ գտնում ենք, որ առաջին միջնորդության բավարարման դեպքում երկրորդ միջնորդության կայացումը կարելի է ասել ինքնաբերաբար պետք է լինի, որպեսզի արդյունավետությունը ապահովվի։ Բարձր դատարան ձեզ ենք ներկայացնում Դիմող Բարգավաճ Հայաստան կուսակցության երկրորդ միջնորդությունը, քանի որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվել կոնկրետ երկու ընտրական տեղամասերում եւ ունենք արձանագրված, որ ժամը 20:00-ից հետո ընտրական տեղամասի մուտքը բաց է եղել, մուտք են գործել անձինք, ովքեր մասնակցել են քվեարկությանը խոչընդոտ, դրանով պայմանավորված խնդրում ենք բարձր դատարանին պահանջել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից, այդ թվում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբից տեղեկատվություն եւ ըստ այդմ ապացույցներ 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ազգային ժողովի հերթական ընտրությունների ժամանակ զինվորականների մասնակցության, նրանց քվեարկության կազմակերպման վերաբերյալ ներառյալ խնդրում ենք, որպեսզի տեղեկատվությունը որոշակիացնի, թե որ ընտրական տեղամասերում է կազմակերպվել զինվորականների քվեարկությունը եւ ընտրատեղամասերից յուրաքանչյուրում քանի զինվորական է ունեցել քվեարկությանը մասնակցելու իրավունք։ Ինչ ընթացակարգերով է այն կազմակերպվել եւ թերևս այսքանը։ Այս միջնորդության մասով, եթե հարցեր կան, սիրով պարզաբանեք։ Գրավոր կներկայացնեք այդ միջնորդությունը բարձր դատարան հաշվի առնելով, որ այսօր ոչ աշխատանքային օրը եւ բարձր դատարանի գրասենյակը առնվազն մեր մուտք գործելու պահին գուցե եւ այդ պահիները միայն անհասանելի, էլեկտրոնային տարբերակով ներկայացվել է նույնն էլեկտրոնային հասցեին, որը մենք ստանում ենք ծանուցումներ, ինչպես նաեւ բարձր դատարանին է հասցեագրվել e-request դիմումների միասնական արտաքին գրավոր տեսքով կա։ Այո, բարձր դատարան։ Դուք փորձել եք տալ դատարանին, չի ստացվել։ Այդ պահին կարծես անհնար էր։ Դուք կարող եք տալ հենց հիմա նիստերի քարտուղարին։ Ինչպես որ բոլոր միջնորդությունները ներկայացվել են, խնդրեմ։ Մեզ մոտ էլեկտրոնային տարբերակով է, բայց թե էլեկտրոնայինը կա, էլեկտրոնայինը ուղարկեք։ Էլեկտրոնային ուղարկվել է էլեկտրոնային փոստի միջոցով այն փոստից, որից որ ստանում ենք ծանուցումները դատարանի կողմից եւ ուղարկվել է e-request համակարգի միջոցով, որով ես տեսել եմ նախկինում այդ ստացված նյութերից, որ որոշ դիմումներ ուղարկվել են, նաեւ մենք ենք նյութեր ուղարկել։ Հիմա եթե անհրաժեշտություն կա, կխնդրեմ հնարավորություն ընձեռնել կարճ ժամկետում, տպենք տպագիրը նույնպես կարող ենք տալ։ Մենք ստացել ենք, հաստատում ենք դա։ Բարի, շնորհակալություն։ Երբ կողմերին չի ուղարկվել, չէ՞, միայն դատարանին է ուղարկվել դա։ Այո, բարձր դատարան հասցեագրվել է սահմանադրական դատարանին։ Այսինքն պետք է մենք ապահովենք նաև կողմերին հասանելիությունները այդ միջնորդությունը։ Շնորհակալություն։ Էլի միջնորդություն։ Այո, բարձր դատարան այսօր հաջորդ միջնորդությունն եմ ներկայացնում Դիմող Բարգավաճ Հայաստան կուսակցության։ Բարձր դատարան
քանի որ ընտրական օրենսգիրքը հստակ ունի պահանջներ հանրային ծառայողների կողմից ընտրական հանձնաժողովներում ներգրաված լինելու, ինչպես նաև նրանց կողմից նախընտրական քարոզչության մասնակցելու ձևաչափի, արգելքների, պահանջների եւ դրանց չպահպանման դեպքում վերջիններից կողմից ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակի դադարեցման վերաբերյալ մեր այս միջնորդությամբ բարձր դատարան հայցում են կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել այն անձնատվյալները, ովքեր հանդիսանալով հանրային ծառայող նշանակվել են որպես տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ։ Այդ միջնորդությունը ենթադրում եմ նույն եղանակով ուղարկել եք բարձր դատարան իմ կողմից ներկայացված բոլոր միջնորդությունները, թե request միասնական դիմումների հարթակի, թե սահմանադրական դատարանի կողմից մեզ հասցեագրվող էլեկտրոնային փոստին ուղարկվել է։ Շնորհակալություն։ Այլ միջնորդություն։ Այս պահին չունենք բարձր դատարան։ Եկեք մի հատ լսենք պարոն Վարդևանյանի, որովհետև բոլորից լսել ենք, մի հատ պարոն Վարդևանյանի լսենք, եւ հետո պարոն Դրմեյանին կլսենք։ Շնորհակալություն բարձր դատարան, առաջինը երևի թե որպես առաջարկություն, իսկապես երևի թե եթե դիտարկվի աշխատակարգի հարց ու պատասխանի հերթականությունը հարցեր տվողների փոփոխման, մեր գործընկերոջ կողմից ներկայացված առաջարկի լուծումը տեղի կունենա, այսինքն դիմողները հնարավորություն կունենան ուսումնասիրելու գործընկերների ներկայացրած բացատրությունները, բայց այդ ընթացքում հարց ու պատասխանը չի հետաձգվի, որովհետև պայմանականորեն հարակից պատասխանողները կամ երրորդ անձը, եթե ունեն հարցեր դիմող կողմին, հերթականությունը մյուս կողմից դիտարկեինք սկսելու մասով։ Երկրորդը բարձր դատարան վերաբերում էր այն դիմում միջնորդությանը, որը երեք ներկայացրել էի, ես տեսել եմ ինչպես է արձանագրային բաժինը արդեն իսկ շրջանառել դա հենց բոլոր կողմերի միջև, պարզապես դրա վերաբերյալ դատարանի դիրքորոշումը երբ կլինի, դա էի ուզում հարցնել, ինչի համար, եւ հատուկ ընդգծում եմ դա որպես առաջարկություն։ Օրինակ հակակոռուպցիոն կոմիտեի մեր գործընկերը երբ ներկայացնում էր իր դիրքորոշումը, քանիցս խոսեց, թե ինչ ազդեցություն են ունեցել հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակային հայտարարությունները, ձայնագրությունների հանրայնացումները։ Այն տվյալը, որը երեք ներկայացրել եմ դիմում միջնորդության շրջանակներում դրան կից բարձր դատարանին, հենց այդ հարցին պատասխանելու մասին։ Սա էր բարձր դատարան, շնորհակալ եմ։ Շնորհակալություն, ես ուղղակի պարոն Շատյան բան ունեիք ասելու, թե ես Պարոն Վարդևանյան ճշգրտող մի հարց, այսօր իմ կողմից հյուրընկալման արդյունքում Տիկին Սողոյանն էր միջնորդություն ներկայացնում, ես չգիտեմ ինչու մեխանիկորեն ձեզ ասոցացրեցի Հայաստան Դաշինքի հետ եւ իրեն ուղեցի, հետո հասկացա, որ սխալ հասցեատեր է։ Հիմա ճշգրտման կարգով խոսքը վերաբերում է ձեր դիմում գծիկ միջնորդությանը, որտեղ կրկնվում է, բայց կարևոր է։ Չնայած կից ներկայացվող նյութը մեր դիտարկմամբ առավել բավարար ներկայացնում է խնդրող առարկայի վերաբերյալ հետազոտության արդյունքները եւ լրացուցիչ գործողության անհրաժեշտությունը առկա չէ։ Նման պայմաններում դուք ներկայացնում եք միջնորդություն, թե ընդհանրապես առաջարկում եք այդ նյութը գցել գործին։ Բարձր դատարան, շնորհակալ եմ։ Իհարկե Սահմանադրական դատարանը քաղաքական չեզոքության տեսանկյունից է ցանկացած հարցը դիտարկում եւ ինքս էլ իմ հրապարակային խոսքի շրջանակներում ընդգծել էի, որ 2021 թվականին կրկին բարձր դատարանում որպես ներկայացուցիչ էի հանդես գալիս, հենց նաեւ դրանով էլ պայմանավորված կարող էր շփոթմունք առաջանալ, ինչ վերաբերում է հենց դիմում միջնորդությանը, հենց այդ իսկ պատճառով էլ վերնագրել եմ դիմում միջնորդություն։ Դիմում այն իմաստով, որ պարզապես այն հետազոտությունը, որը իրականացվել է մասնագիտացված կազմակերպության կողմից, կցվի գործին եւ հանդիսանա ապացույց։ Միջնորդություն, եթե դատարանը իր ի պաշտոնե քննության տեսանկյունից նաեւ հենց այդ իսկ պատճառով նշված հոդվածին Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի հղում տվել է, եթե գտնում է, որ կա նման անհրաժեշտություն, ապա կարող է նաեւ դիտարկվել որպես վկա լսելու հանգամանքը համապատասխան իրավաբանական անձի տնօրենի, ով էլ եւ հավաստել է նշված հետազոտության արդյունքը։ Այսքանն էր բարձր։ Այսինքն հարցի լուծումը թողնում եք դատարանի հայտարարության։ Շնորհակալություն։ Համեցեք, պարոն Դրմեյան։
բարձր դատարան լսելով պատասխանող կողմի բացատրությունը, ինչպես նաև սույն գործով երրորդ անձ ներգրավված քաղաքացիական պայմանագրի կուսակցության ներկայացուցիչների բացատրությունը, մենք կարծում ենք, որ այս գործով անհրաժեշտ է ներգրավել փորձագետ, քաղաքացիական պայմանագրի կուսակցության նախընտրական հիմնադրամում անհատույց օգտագործմամբ ներառված անշարժ գույքերի վարձակալության շուկայական արժեքը պարզելու համար, որտեղ մեր համոզմամբ դա է միակ ճանապարհը պարզելու դրանց շուկայական արժեքը եւ միջնորդում ենք, որպեսզի սույն գործով փորձագետ ներգրավի, միջնորդության գրավոր տեքստը քիչ հետո կուղարկվի Սահմանադրական դատարանի գրասենյակի պաշտոնական մեյլին։ Շնորհակալություն, դուք նորից ասելիք ունեիք։ Ես առաջարկում եմ մոտենալ։ Բարձր դատարան, մենք դիմումը ներկայացնելու ժամանակ դիմումի հետ միասին ապացույցներ պահանջելու միջնորդություն ենք ներկայացրել Սահմանադրական դատարանին, սակայն Սահմանադրական դատարանը իր որոշումներով անդրադարձել է այդ միջնորդությունների մի մասին, ընդ որում մենք փաստաթղթեր էինք պահանջել մի քանի պետական մարմիններից, սակայն Սահմանադրական դատարանը անդրադարձել է միայն հակակոռուպցիոն կոմիտեից փաստաթղթեր պահանջելուն հարցին, դատախազությունից պահանջելու հարցին, կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջելու հարցին, ընդ որում նշված կառույցների մասով ընդամենը համառոտ տեղեկատվություն է պահանջել բացառությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, այսինքն հակակոռուպցիոնից եւ դատախազությունից ընդամենը տեղեկատվություն եւ տեղեկանքներ է պահանջել, սակայն մենք միջնորդության մեջ մի շարք փաստաթղթեր էինք պահանջել, այդ թվում սխեմաներ, այդ թվում Excel ֆայլեր, բազաներ եւ այլն, որոնք որ հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունների հիման վրա դրանք առկա են եղել կոմիտեում։ Դրա վերաբերյալ Սահմանադրական դատարանը որևէ անդրադարձ չի կատարել իր որոշումներում, բացի դրանից Հանուն Հանրապետության կուսակցությունը կոնկրետ միջնորդություններ խնդրել փորձագիտական աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ ընտրակաշառքների վերաբերյալ դրան եւս որևէ անդրադարձ չի կատարվել, կխնդրեմ պարզաբանել, արդյոք դրանք քննարկվել մերժվել են, թե դեռևս քննարկման ենթակա են, այսքանը։ Մանուշատիրան ասելիք ունեիք։ Մի փոքր ավելի ուշ ճշգրտեմ։ Հիմա դուք ինչին եք սպասում։ Ես ուզում եմ հասկանամ, սա քննարկվել, մերժվել է մեր միջնորդությունը այն չքննարկած, որոշման մեջ չանդրադարձ չկատարված մասով, թե ընդհանրապես չի քննարկվել, դեռևս պիտի քննարկվի դա։ Այսինքն անհրաժեշտություն կա, որպեսզի ես լրացուցիչ միջնորդություն անեմ, թե դա արդեն ընդունված է դատարանի կողմից եւ լուծման ենթակա է։ Պարոն Մարտիրոսյան, ձեր կողմից բարձրացված հարցանկալելի է, ասեմ, որ ձեր դիմումից ներկայացված միջնորդությունները ապացույցներ պահանջելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից աշխատակարգային նիստում քննության է առնվել եւ նկատի ունենալով այն հանգամանքները, որ ձեր միջնորդության ապացույց պահանջելու վերաբերյալ միջնորդության 1-ից 4-րդ կետերով պահանջվող փաստաթղթերը դատարանի գնահատմամբ արդեն իսկ պահանջվել էին որպես ապացույց ներկայացնելու դատարանի աշխատակարգային որոշմամբ խոսքը վերաբերվում էր հակակոռուպցիոն կոմիտեից, քննչական կոմիտեից, գլխավոր դատախազությունից, ԿՀ-ից փաստաթղթեր պահանջելուն, դատարանի գնահատմամբ արդեն իսկ դատարանը իր նախաձեռնությամբ դա պահանջել էր։ Ինչ վերաբերում էր ձեր ապացույցներ պահանջելու վերաբերյալ միջնորդության 5-րդ եւ 6-րդ կետերին, անհրաժեշտության դեպքում իրավասու մարմիններից պահանջել արտերկրում բնակվող եւ այդ հետո դուք շարունակեք, եթե կարիքը կլինի եւ անհրաժեշտության դեպքում ձևավորել փորձագիտական աշխատանքային խումբ որոշակի նպատակով։ Այդ անհրաժեշտության դեպքում ձևակերպումը դատարանը դա գնահատել է որպես առաջարկություն ձեր կողմից, ուստիև դատարանը 5-րդ եւ 6-րդ կետերի վերաբերյալ որևէ դիրքորոշում չի արտահայտել, մինչեւ կլսեր կողմերին եւ դրանից հետո կանդրադառնա արդյոք դատարանը այդ անհրաժեշտությունը ունի թե չունի։
Այսինքն այս ամբողջի համատեքստում, եթե դուք տեսնում եք կան որոշակի ապացույցներ, որ ձեր կարծիքով պահանջված չեն, սակայն դա ձեզ համար նշանակություն ունի, դուք կարող եք գրավոր նորից շարադրել ձեր միջնորդությունը չբավարարված, չփարատված մասով եւ հանձնել գրասենյակին, որպեսզի հետո կողմերի կարծիքն լսենք։ Շատ լավ, շնորհակալ եմ, իմ համար ամեն ինչ բարձր։ Շնորհակալություն։ Համեցեք, պարոն Ղուկաս։ Այդ ձեր այդ անհրաժեշտության դեպքում ձևակերպման մեջ օրինակ գրած էր ձևավորել փորձագիտական խումբ, ուրիշ ոչինչ չկար, անհասկանալի, հա՞։ Փորձագիտական խումբ ձևավորելու նպատակն էլ կա, ինքնանպատակ չի, այնտեղ շարադրված է ինչի համար ձևավորել այդ փորձագիտական խումբը։ Հարցը վերաբերում է հենց ընտրակաշարքներին, մանավանդ դա եթե հաշվի առնենք, որ հակակոռուպցիոն կոմիտեն կոնկրետ փաստական տվյալները հայտնել ընտրակաշարքի վերաբերյալ, այդ փորձագիտական խումբը հենց անհրաժեշտ էր, որպեսզի գնահատական տա։ Լավ, շնորհակալություն, նստեք, խնդրեմ։ Պարոն Մինասյանը դեռ եւ համեցեք, պարոն Մինասյան։ Շնորհակալություն, բարձր դատարան, շատ քննարկվեց վարչական ռեսուրսի հատվածը, միջնորդում են եւ ներկայացնեն գրավոր նաեւ ստանալ տվյալներ մարտ, ապրիլ, մայիս ամիսների ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից շնորհված գույքահարկի արտոնությունների մասով եւ համեմատության մեջ դնելով 2025-26 թվականների նույն ժամանակահատվածը, ինչպես նաեւ մարզպետարանների կողմից սոցիալական աջակցության ծրագրերը կոնկրետ համայնքներում, որ իրականացվել են նույն ժամանակահատվածի համար, սա էական նշանակություն ունի վարչական ռեսուրսի կիրառման տեսակետից, որպեսզի նաեւ մենք կարողանանք գնահատել եւ նաեւ դատարանն էլ կարողանա արդյունավետորեն համեմատություն իրականացնել։ Շնորհակալություն։ Պարոն Մինասյան, գրավոր կներկայացնեք դա։ Շատ բարի։ Խնդրեմ։ Շնորհակալություն, բարձր դատարան, ես իմ խոսքի նախաբանում անդրադարձել էի արդեն այն հարցին, որ մենք միջնորդություն ենք ունեցել, որը չի քննարկվել կապված երրորդ անձանց ներգրավելու հետ եւ այս փուլում արդեն իսկ ցանկանում եմ առաջարկությամբ հանդես գալ, որպեսզի այս փուլում մինչև անցնելը հարց ու պատասխանին եւ մեր մյուս փուլերին, եթե հնարավոր է դատարանը իր կարծիքը պարզապես մտահոգության տեսանկյունից արտահայտի արդյոք եւ կասկածները եւ մտահոգությունները փարատելու տեսանկյունից անդրադառնա այդ հարցին։ Արդյոք անհրաժեշտություն չկա երրորդ անձինք ներգրավել մյուս այն կուսակցություններին, որոնք մասնակցել են ընտրություններին, որովհետեւ նրանց իրավունքները եւ շահերը նույնպես շոշափվելու են, եւ այս հարցի շուրջ կատարվի անդրադարձ, որպեսզի այդ հարցը եւ տեղի ունեցող process-ին նրանց մասնակցության անհրաժեշտությունը քննարկվի եւ դատարանի մյուս կողմերի մասնակիցների համար նույնպես բարձր լինի այս հարցը։ Պարզապես այս պահին հանդես եմ գալիս առաջարկությամբ այս փուլում այդ հարցին անդրադառնալ։ Շնորհակալություն։ Բարձր դատարան, 3 հարցի մասով առաջինը միանում եմ գործընկերներին, որովհետև շնորհապետական կուսակցության ակնհայտորեն վերաբերվում է գործիքնությունը, անբավարար ճանաչելու դեպքում հաջորդող 5 տարիների ընթացքում երաշխավորված ֆինանսավորումից զրկվելու են։ Զրկվելու են այն իմաստով, որ նորից պետք է մասնակցեն քվեարկություններին, դա շատ անմիջական ֆինանսական հետևանք է ունենում առնվազն 2% հատած կուսակցության վրա։ Հիմա այդ մասով մեզ առաջին միջնորդություն առաջարկներ դիտարկել։ Երկրորդ խնդիրը վերաբերվում էր միջնորդում եմ, եթե անհրաժեշտ համարենք գրավոր կներկայացնեմ, բայց պատասխանողին որպես վկա հարցաքննել, որովհետև սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի համաձայն
հարց ու պատասխանի ժամանակ տրված պարզաբանումները ապացույց չեն հանդիսանում եւ դատարանը դրա հիման վրա որպես ապացույց չի գնահատում եւ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 43-րդ հոդվածը սահմանում է ապացույցների տեսակներ եւ ապացույցների տեսակների մեջ դատավարության կողմերի որպես վկա տրված ցուցմունքներով թե պարոն Հավակիմյանը կլինի, թե այլ անդամներ կլինեն հանձնաժողովից, ով կլինի, բայց խնդրում եմ որևէ ներկայացուցիչ որպես վկա հարցակնվի, ով տեղեկացված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործընթացների հետ կապված, որպեսզի հնարավոր լինի ստանալ պարզաբանումներ։ Սա երկրորդ հարցն էր։ Երրորդ հարցը բարձր դատարան վերաբերվում էր հետևյալին. Եթե անհրաժեշտ է այս վերջին միջնորդությունը գրավոր տալ, խնդրեմ ասեք կներկայացնենք։ Անպայման գրավոր տվեք բոլոր, այդ թվում նաև թե որ փաստերի հաստատման համար։ Եվ ինչ վերաբերվում է վերջին միջնորդությանը, այստեղ ճիշտ է ամենասկզբում մեծարգո նախագահողը հարցրեց իրավունքների պարզաբանման անհրաժեշտություն կա նշեցի ոչ, բայց մի հատ շատ սպეციფიկ հանգամանք կա, որը կցանկանայի, եթե ըստ հնարավորության պարզաբանեք իրավունքները, որ դրա հետ կապված կարողանամ հասկանալ ոնց իրականացնել։ Արկա է մեկ քրեական գործ, որին հեղում են կարել սույն վարույթի շրջանակներում, խոսքը վերաբերվում է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ներկայացված մեղադրանքին եւ դրա հետ կապված հանգամանքներին, եւ կարիք եմ տեսնում այդ քրեական գործի հետ կապված որոշակի ավելի մանրամասն ուսումնասիրվի դատարանի կողմից, որպես հիմնավորվի, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրական գործընթացը իրականում խաթարվել է դրա պատճառով եւ դա եղել է որոշակիորեն ուղղորդված եւ քաղաքական դրդապատճառներով։ Ընդ որում դա հնարավոր է պարզել քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից, միայն խնդիրը այն է, որ տվյալ քրեական գործի ծանոթանալիս ինչպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համաձայնություն եւ ազատազրկման համաձայնություն տալու վարույթի շրջանակներում, այնպես էլ քրեական գործի շրջանակներում ստորագրել ենք փաստաթուղթ, որ հնարավոր է պետական գաղտնիք պարունակի։ Իմ խորին համոզման այնտեղ պետական գաղտնիք չկա, բայց քանի որ չի պարզաբանվել որն է պետական գաղտնիք, որը չէ, ես դժվարանում եմ պատկերացնել, որ ծավալով ներկայացնեմ եւ ինչ ընթացակարգով ներկայացնեմ դատարան եւ ինչ ընթացակարգով հետազոտվի։ Եթե խնդրեմ այդ մասով ուղղակի զուտ պարզաբանվի, մենք կազմակերպենք։ Եթե ես ձեզ ճիշտ հասկացա, խոսքային մասն է, թե ինչպես կարող ենք ենթադրյալ գաղտնի տեղեկատվություն պարունակող քրեական գործերի վերաբերյալ տեղեկություններ լսել ձեզանից։ Այո։ Շատ բարի։ Մենք գործի նյութերում ունենք այլ նաև գաղտնագրված փաստաթղթեր, որոնք հետազոտելու ենք պարտադիր որևէ նիստի շրջանակներում Սահմանադրական դատարանի մասին, Սահմանադրական օրենքով նախատեսված ընթացակարգով, այսինքն իրականացվելու ենք փակ նիստ, որի շրջանակներում կողմերը, որին մասնակցելու են միայն կողմերը եւ նախազգուշացվելու են համապատասխան տեղեկություն հրապարակելու անթույլատրելիության մասին եւ հետևանքների մասին, որի շրջանակներում կարծում ենք կարող ենք ասել նաեւ ձեր բացատրությունները այդ քրեական գործի վերաբերյալ, երբ որ ուսումնասիրենք նաեւ մյուս գաղտնագրված փաստաթղթերը։ Այսինքն ներկայացնենք նիստի ժամանակ, դուք պատկերացնելու համար։ Ես առաջարկում եմ դա ներկայացնել փակ նիստի ժամանակ։ Շատ լավ, այսինքն կբազմացնենք բավարար քանակներով կբերենք, զուտ որովհետեւ դատական դեպարտամենտում օրինակ դատավարական կարգով հատուկ կարգա դեպարտամենտում ներկայացնում են գաղտնի ռեժիմով, իրենք արդեն ոչ թե ընդհանուր համակարգով են տանում, չէ իմանում այստեղ այդ ընթացակարգը, գաղտնի նիստում կներկայացնենք։ Այո, դուք կարող եք նաև գաղտնագրված այդ փաստաթղթերը ներկայացնել Սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանը ունի համապատասխան աշխատակիցներ, որոնք ունեն հասանելիություն, թույլատրելի հասանելիություն դեպի գաղտնի փաստաթղթերը։ Այդ գաղտնի փաստաթղթերը գաղտնիության ռեժիմով կպահվեն, առավելագույնը կարող են դրանք համապատասխան ռեժիմի պահպանման կանոններով ուսումնասիրվել դատավորների կողմից, իսկ հետո արդեն համապատասխան նիստի ժամանակ, խոսքը վերաբերում է այդ փակ նիստի մասին, մենք հնարավորություն կտանք ուսումնասիրել նաև դատավորության մյուս մասնակիցներին, նաև ձեզ արտահայտվելու հնարավորություն։ Շատ լավ, բարձրադատարան ինձ անհրաժեշտ էր ուղղակի պարզաբանումը, որպեսզի հետագայում անձամբ խնդիր չլինի։ Այդ առնչությամբ մենք առանձին աշխատակարգային որոշում ենք կայացնելու, որը էլի փակ ռեժիմով է կայացնում, փակ նիստ անցկացնելու մասին։ Պարոն Խունդկյան, Պարոն Օրբելյան, ձեզ հարց չունեմ, ես հարց ունեմ պարոն Արմեն Գալստյանին։ Պարոն Գալստյան, Սահմանադրական դատարանի